Այսօր խոսենք բաժնետոմսերի գներից, ինչից են իրենք կախված։ Մի քանի բան ասենք, նախ առաջինը ոնց են գնահատվում բաժնետոմսերը։ 3 մոդել կա։ Առաջին մոդելը այն է, որ մենք կանխիկ հոսքերն ենք կանխատեսում, այսինքն բոլոր գները արժեթղթերի կախված են ապագայի իրենց զարգացումներից։ Բաժնետոմսերի մասով, թե ինչ կանխիկ հոսքեր են կանխատեսվում։ Սա կոչվում է ֆունդամենտալ արժեքավորման մոդել, այսինքն discounted cash flow մոդելներ կան տարբեր տիպի, ըստ դրա գնահատվում են այդ ապագայում ինչ կանխիկ հոսքեր են կանխատեսվում ու հետո բարդ տոկոսներով հետ են հաշվարկվում մինչև այսօրվա գին։ Սովորաբար շատ մասնագիտացված վերլուծաբաններն են կամ տնտեսագետներն են սա անում, ֆինանսական, եւ ըստ դրա հաշվում են այդ գները ոնց են։ Երկրորդ մոդելը դա այն է, որ կոչվում է enterprise valuation model, այսինքն մենք վերցնում ենք շուկայական գինը կազմակերպության արժեթղթերի, այսինքն մի կողմից բաժնետոմսերի եւ պարտատոմսերի եւ ըստ դրա հաշվում ենք ընդհանուր կազմակերպության գինը եւ ըստ դրա հաշվարկում։ Սա շատ ավելի շատ օգտագործվում է, երբ որ մի կազմակերպություն առնում է մյուսին։ Երրորդ ձևը, երրորդ մոդելը, որ ավելի հեշտ է, դա կոչվում է multiples valuation։ Այստեղ մենք վերցնում ենք բաժնետոմսի գինը, բաժանում ենք earnings per share-ի վրա, այսինքն ինչքան շահույթ է ձևակերպվել այդ կազմակերպության միջոցով, որը ընկնում է մի բաժնետոմսի համար, այսինքն price to earnings։ Ըստ դրա սա ավելի հեշտ է, որովհետև դու կարող ես նայես եւ համեմատես տարբեր բաժնետոմսեր, իրենց այսպես ասած այդ price to earnings-ը ինչքան է եւ կարաս ասես եթե բարձր է, մի քիչ ավելի բարձր արժեք ունի այդ կազմակերպությունը։ Տարբեր ոլորտներ իրենց price to earnings-ների sense շրջանակ ունեն, ըստ դրա կարանք այդ ոլորտների մեջ համատենք, որը ինչքան է։ Այս 3 մոդելներն են, ամենահեշտը աշխատելն է այդ երրորդ մոդելի հետ, որը տարբեր հարթակներում եւս նշված է, չգիտեմ, Yahoo Finance, Bloomberg եւ այլն, հա։ Այդ բաժնետոմսերի գնահատման մասին, իհարկե բաժնետոմսերի գները շատ ժամանակ տատանվում են, կարան տատանվել տարբեր պատճառներով, տնտեսական եւ այլն, օրինակ ամենակարևորներից մեկը այն է, որ չգիտեմ, տոկոսադրույքները շուկայում բարձրանում են թե իջնում են, դա ազդում է բաժնետոմսերի գների վրա։ Շատ ժամանակ, երբ որ կազմակերպությունը ամեն եռամսյակ թողարկում է իրենց, այսպես ասած, ռիպորտները, ֆինանսական ռեպորտները, հաշվետվությունները, մենք կարանք տեսնենք ոնց է եղել այդ կազմակերպության ցուցանիշները նախորդ եռամսյակի ժամանակ։ Չեն օգտագործում, օրինակ, հաշվապահական book value, այսպես ասած, այսինքն բալանսներ, հետ նայելով այդ թվերը շատ ավելի հազվադեպ են օգտագործվում։ Այդքանը ասենք բաժնետոմսերի գներից, կարելի է, ոնց որ միշտ մենք ասում ենք, ամենանպատակահարմարը ունենալ ինչ-որ ETF-ների միջոցով կամ ինչ-որ ինդեքսային ֆոնդերի միջոցով պորտֆելում ինչ-որ մաս, որը դիվերսիֆիկացված է, այսինքն մի քանի 100 կազմակերպություններ, այդ ինդեքսների ֆոնդերի միջոցով կամ ETF-ների միջոցով ձևակերպել այդ մասը, պլյուս առնել որոշ բաժնետոմսեր, որոնք մեզ չգիտեմ դուր են գալիս կամ ինչ-որ ոլորտներ եւս հավելյալ բաժնետոմսեր առնել ընտեղից։ Ինչու, որտեվ երբ որ նայում ենք դիվերսիֆիկացված այդ պորտֆելին, այնտեղ տրենդը սովորաբար բարձրանում է ու շատ հեշտ է այդ ինչ-որ չափով հաշվարկել, իսկ ամեն մի կազմակերպություն կարող է ունենալ լավ կամ վատ արդյունքներ, ունենք մեծ կազմակերպությունը, որպես ոնց որ Intel-ը կամ IBM-ը, որոնք շատ ժամանակ մեծ խոշոր կազմակերպություններ են, բայց ժամանակի ընթացքում իրենց գները տենց չեն բարձրանում, այլ կարող է տատանվել նույնիսկ։ Դե այսքանը, եթե հետաքրքիր էր, կապի մեջ կլինեք, բաժանորդագրվեք եւ մինչ հանդիպում։